Հովանավորությամբ Հայաստանի մուսալերան հայրենակցական միության և նախագահությամբ հայկական երեսփոխանական բլոկի ներկայացուցիչ երեսփոխան Հակոբ Բաքրադունիի երեկոյան Այնջարի Սարգիս Զեյթրյան գետրոնի շրջապագի մեջ դեհ ունեցավ Ֆրանս Վերֆելի մուսալերան 40 օրը և Սերոբ Շերբեջյանի պատմություն սվեդահայերու քիրքերուն, ինչպես նաև այս առիթով պատրաստված ցայնասկավարագին մուսալերցի արվեստագետները ներկայացնող գրքույկի և մուսալերան փարփարի լեզվական պարարանի ցերակիրին շնորհանդեսը Այս առիթով պատման խոսքը արտասանեց և պատմական մեծ կարևորություն ներկայացնող այս քիրքերու հրատարակության մեջ նյութական, բարոյական և գործնական իմաստով ներդրում ունեցողներուն ուղղված հատուկ շնորհակալության խոսք արտասանեց Հակոբ Այնթեմպլյան։ Մուսալերան 40 օրը քիրքին այս թարգմանության ամբողջականության, անոր վավերականության և կարևորության մասին խոսեցավ քիրքին խմբագիրը Բողոս Սնաբյան, որ թիդել տվավ, թե քիրքը ունի ուրույն ուժ, ցնցում հարաճացնելու կարողականություն և մեծ ժողովրդականություն վայելած է իր գրված առաջին իսկորեն, այնքան որ թուրքերը քիրքերը հավաքելով այրած են։ Սնաբյան նշեց, որ քիրքը ներկայացված է հարազատ, անմիջական և լավ ոճով, ինչ որ առավել ևս արժեք ու դա անոր։ Իսկ Սերոբ Շերբեջյանի «Պատմություն սվեդահայերու» քիրքին խմբագիրը Եսայ Հավատյան անդրադարձավ դարված աշխատանքին, հատուկ կերպով ակնարկելով այն իրողության, որ այս քիրքով շատ մտածահայտումներ կկատարվին, նորություններ Երևան կգան և լուսաբանություններ կփոխանցվին, որովհետև քիրքին հեղինակը այն անձն է, որ գետնի վրա մեծ դերակատարություն ունեցած է մուսալերան հերոսամարտին ընթացքին և իր պաշտոնին բերումով լայն ու հավաստի տեղեկություններ ունի։ Հավատյան հաստատեց, որ քիրքը կանցմն է, բեղվելու ենթակա, դիտել տալով, որ անիկա բացառիկ արժեք կներկայացնե իբրև պատմական վավերագրություն։ Ապա աղոթքով դեհ ունեցավ քիրքերու և ցայնասկավարագի մկրտություն և քինեցոն։ Սրտի խոսք փոխանցեց նաև Սերոբ Շերբեջյանի տորը Սերոբ Շերբեջյան, որ մեծ ուրախություն հայտնեց այս քիրքերու հրատարակության առիթով, դիտել տալով, որ անոնք քողունակություն և հպարտություն կներշնչեն յուրաքանչյուր հայու։ Հանդիսության ավարտին խոսք արավ երեսփոխան Հակոբ Բաքրադունի, որ հայտնեց, թե նման քիրքեր զինաբահեստանոց կհանդիսանան, որովհետև անոնք անցյալը կապրեցնեն, որպեսզի ներկայիս ապրողները թասեր կաղենանգե ու ընթանան դեպի ապագա։ Բաքրադունի շեշտեց, որ հայությունը կխոսի իր հաղթանակներուն և բարդություններուն մասին, որովհետև երկուք են թասեր ունի քաղելիք, պատգամները ստանալիք, որպեսզի հարաճանա դեպի նորանոր հաղթանակներ և նվաճումներ։